Հաջորդ համարը պատկերացեք այսպիսի իրավիճակ։ Ինչ որ մեկը ձների մեջ սառում է եւ մնում է 100 տարի, հետո 100 տարի հետո իրան գտնում են եւ հալեցնում են։ Դիմավորեք գտնող Վաչե եւ հալող Արման։ Արի, եղբայր ջան, ես ինչ է եղել, ապեր քեզ, ես ինչ էր, ես որտեղ էր, այ աղբեր ջան։ Ինչ է եղել։ Դու պետք է ասես, դու ասա ինչ ա եղել, քեզ ձների մեջից եմ գտել, եղբայր ջան։ Լուրջ ես ասում։ Հա, սառույցի մեջից 3 մետրանոց։ Արա աղբեր լավ հիշեցի ինչ ա եղել ընկեր։ Դուրս եկե բնական կարիքներս հոգա ընկեր։ Այս սարից սենց ձունը սենց հոգած վրես ընկեր։ Սենց սարի մնացել եմ աղբեր։ Ինչ ասում։ Դե երկար եմ տենաս մնացել սառույցի մեջ։ Որ թիվն է հիմա։ Ոնց որ թիվն է։ 2114 որ թիվը պետք է լինի։ Ոնց լուրջ ես ասում ընկեր։ Հա։ 2114։ Ինչի դու երբ ես սառը։ 2014-ին ընկեր։ Ոնց թե 100 տարի առաջ էր բնական կարիքները թողում։ Աղբեր սար ես ինչ ես Արա ինչ ասում 100 տարի ձների մեջ։ 100 տարի բայսի մե ինչ անեմ ընկեր։ Նախ ցե պետք է հաշի։ Երկրորդն էլ ուրախացի ապեր, նայ ավելի լավ ժամանակներում ես հայտնվել, իհարկե։ Բայց հիմա մենք որտեղ ենք։ Հիմա մենք Երևանից 50 կիլոմետր հեռավորության վրա ենք։ Մենք կարան գնանք Երևան։ Ինչի՞ որ առևտուր ունես անելու։ Չէ, դե շկապ ունի ընկեր։ Ոնց ինչ կապ ունի։ Ապեր ես լսում եմ ախր դու սառած ես եղել, չես իմացել։ Ուրեմն նայ 2087 թվականին Երևան City-ները այնքան են շատանում, որ ամբողջ Երևանը դառնում է մեծ Երևան City։ Քանի բան հարցնեմ, ես 100 տարի անցել է հետաքրքիր է, ընկեր։ Օրինակ 2018 թվին ով է դառել նախագահ։ 2018 թվին սպասի հիշեմ է անցել ենք է դվրոցում սպասում Ասա։ Ապեր հա բանը Ծառուկյանը։ Լուրջ ես ասում եմ։ Այո, Միրան Ծառուկյանը։ Դե ոբշի հա էլի այնքան սիրվեց սերիալներով, որ դարձավ Բա հիմա ով է նախագահ։ Հիմա ապեր ոնց չգիտես Միստր Հայաստանը Միստր Հայաստանը ով է։ Facebook-ի էջ ապեր Հիմա լայքով է, չէ, նախագահ հիմա լայքով են ընտրում ապեր ամենաշատ լայքերը ինտերնետ ստատուսները թողում մեռնում ենք սաղս Ես ինչքան բան է փոխվել։ Հա, ապեր շատ բան 100 տարի ապեր Բան հարցնում։ Ասա Ինչ արձանը, ընկերս ինչ կայնած այստեղ 5 րոպեվա մեջ 3 անգամ շորերը փոխած է արձանը։ Հա, ոնց Նազենի Հովանեսյանի արձանն է Շուշուտ շորերը փոխում է, որ չհոգնածնի Հա Բայց Ես ոտ ես ինչ արձանը, ուղղակի ոտ է։ Մեծ ոտ է, ես գիտես ինչ շուխուր էր արել, Եվա Ռիվասի ոտն է, բրատ ջան։ Ես ինչ շուխուր էր էլ է սրա պատճառով։ Կիսաբաց լուսամոտների հրաչի արձանն է, մեծ արձանը։ Ոնց։ Աշխարհում ամենամեծ արձանն է հիմա, հրաչի արձանը։ Գիրքի ամենամեծ արձանը Իրանը։ Ոնց թե, դու չես իմացել, ախր Օբամային ու Պուտինին ինքը բարիշացրեց իր հաղորդման ժամանակ։ Չես խոսում։ Երրորդ համաշխարհային կանխած տղա է հրաչը։ Օբաման տենց էլ ասեց հաղորդման ժամանակ stop baby ասեն։ Ապեր այդ է հիմա։ Բարև ձեզ տղաներ, բարև ձեզ։ Բարև, վեսեսով է։ Դուք գիտեք, որ կա ուրիշ կյանք։ Ասում ենք վերջ կյանք հինանգույն, մեր խոսքերով ուրախ ու տակ, ապրենք խաղաղ այս երկնքի տակ։ Վերցրեք այս ավետարանը։ Արա ախպեր ֆրա գնաստից էլի, գնաստից, արա զզվսին ես ավետ բարսեղանի վկաները։ Նատորը։ Յանց ավետարանը։ Տենց ապը շոու ապեր, հա, շատ բան է փոխվել, հա։ Իմ հետ բան հարցնեմ, էլի շատ եմ ուզում իմանամ։ Արամ Էմպետրից հետո ով գնաց Եվրատեսիլ։ Ապեր Արամ Էմպետրից հետո հենց էլի Արամ Էմպետրին է գնաց ապեր։ Ինքը շատ նեղվեց, որ այդ թրաշով աղջիկը կրեց ու սերը փոխեց, ովշի թրաշ պահեց ու նորից գնաց Եվրատեսիլ։ Լուրջ, բա ինչ եղավ ընկեր։ Ապեր կարևոր ապեր, ինչ պետք է լիներ։ Դե տարի մոդան փոխվել էր էլի։ Ով է կրել, այդ տարի ով է կրել։ Եթե, հա, հիշեցի, մի հատ կրտած պուձ էլ ապեր։
Հա, կարտած պուձել կրես մեն։ Հետո օպետոն ես բաներ արեց, այդ արամը էլ չեմ ուզում ասում։ Ցավը տանը մի բան ասեմ, Ասա։ 100 տարի աղջիկը երես չեմ տեսել, ինգեր։ Կարանք ինչ-որ տես գետան կաղջիկ։ Ապր հա, լավ, հյուրասիրեմ, ցավը տանեմ։ Հեսա, այս դեղը խմի։ Չէ, դեղ պետք չի ցավը տանեմ։ Չէ, հենց այս աղջիկն է։ Դուրջես ես։ Հա, քիզ բերանը տես աղջիկան էլ է։ Ող ջանարո։ Ող։ Ջոգիր։ Օրենքեր ես ինչ դեղեր։ Հեցը բայ տա իմա։ Ինչա։ Դες դեղի անունն ես ուզում, հա, բան է, լրփամիցին։ Էլի կա անգեր մի հատ էլ էլի կծավ։ Ապեր պտի, հա, մի հատ է պտի մնացած ելնի, ես աղբերս։ Ող։ Մի արա, ող։ Յոնագեր ես ինչա ցավը տանը։ Արա գալուբոյ տաբլետկեն եմ տվե, բրաջան։ Կներես։ Դժվել ես։ Բայց շատ եմ ինեղվի, մեկը քո ծանոթները չկան ոչ մեկ։ Ապեր բանը։ Չէ, բենջվից զբաղվում ենք, այստեղ տաբլետ կայք խմում։ Դե, ապեր ինչ ես ուզում անենք, գիտես ինչ կարանք անենք, այսօր կակրած Էրեբունի Երևանի 3087 ամյակն է։ Կարանք գնանք հրապարակ, ընտիր համեր գա հրապարակում։ Դուրջ ովքեր են երգում։ Ապեր դե ոնց էր միշտ էլի Թաթայի ծորնա, բաննա, Արսեն Սաֆարյանի ծորնա, մեկ է Ռուբեն Մաթևոսյանը։ Շատ լավ համեր գանք է, շատ։ Պրոստը մեկ ճանապարհին կանանք բանկ մտնենք ընկեր։ Ես ինձ ժամանակով $5000 դրել եմ բանկ, հիմա պատկերացնում ես ինչ տոկոսներ են։ Ինչ ասում, հələ լուրջ ես ասում, սպասի զանգեմ բանկ հələ հարցնեմ քո հաշվի, ոնց ում հաշվին։ Բարև ձեզ։ Ենոքյան Գևորի հաշվին մի հատ կասեք ինչքան փող կա բանկում։ Ինչքան։ Լուրջ եք ասում։ Լուրջ եք ասում։ Լավ, մերսի։ Ընկեր ինչ է։ Ապեր ուրեմն քո հաշվին -5 միլիարդ դրամ ապեր։ Ոնց գրած բան լինի։ 5 միլիարդ պետությանը պարտք ես դու բրատ։ Ինչ պարտք ընկեր։ Ապեր ուրեմն նա ինչ ասում, ասում է 100 տարի առաջ մի հատ 5000-նոց գայի ակտ է եկե, չես մուծե, միլիարդա պատկվել է, ջոգում ես։ Այդքան։ Չի գրած բան լինի, նամակ չի եկել ինձ։ Ասում եկել ենք գրել ենք սառուցին, դու ես ստորագրել ես։ Դες ոնց կլինի։ Հա, դե դու սառած ես, չէ՞։ Արտարի անցած պարտքերս ինչ պետք է անեմ։ Մենք հիմա պետության հետ խաղ չենք անում, ապեր, հա։ Դες ոնց կլինի ախպերը։ Դե ախպեր ջան, ես գնացի բրաջան, կներես ես վռազեմ պիտի գնամ։ Ապեր ես ճիշտ ասած բան եմ, ապեր մեա կուլպայի վերջին ներկայացումն է այսօր, պետք է այդամ ձև չունեմ ախպերս, գնացի ապեր։